Հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր ձեր հետ միասին մենք շատ կարևոր եւ հետաքրքիր հարց ենք քննարկելու, հատկապես սա մեծ նշանակություն ունի այն իրադարձությունների ֆոնին, որոնք տեղի են ունենում Հայաստանի ուղղությամբ։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունը վերջի ժամանակահատվածում օրերում նախընտրական փուլում փորձում է ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության վրա եւ շեղել մեզ ինքնիշխանության ճանապարհից եւ սա գալիս է նաեւ ոչ իրականում ոչ միայն մեր դեմ իրականում, այլ ընդհանուր առումով սա Ռուսաստանի քաղաքականությունն է հետսովետական տարածաշրջանում։ Եվ ես պետք է ասեմ, որ այն, որ Ռուսաստանը 2022 թվականին դիմել է ռազմական սցենարին Ուկրաինայի դեմ, դա իրականում ոչ թե հզորության, այլ թուլության նշան է, որովհետև պետությունները, հատկապես մեծ եւ գերհզոր պետությունները, պետք է հնարավորություն ունենան, որ առանց պատերազմի կարողանան լուծել հարցերը, այն էլ կից տարածքներում, որովհետև ինչպես մենք հիմա տեսնում ենք ձեր հետ միասին 4 տարուց ավելի տեղի ունեցող պատերազմը Ուկրաինայում իրականում մաշում է ռուսական պետության հնարավորությունները եւ միջոցները, եւ այսօր մենք ձեր հետ միասին խոսենք հետաքրքիր փաստեր են պատրաստել ձեր համար եւ ամբողջ մի շղթա տեղեկատվությունների, որը ապացուցում է, որ Ռուսաստանը այս պահի դրությամբ գնում է, ուղղված է դեպի ռազմավարական պարտություն Ուկրաինայում։ Բայց իրականում դա ոչ միայն Ուկրաինայում կլինի ռազմավարական պարտություն, այլ առհասարակ հետսովետական տարածաշրջանում եւ սա անմիջապես կապ ունենա Հայաստանի հետ։ Եվ ուստի ասեմ ձեզ անկեղծ, որ մեր բոլոր որոշումները, այդ թվում արտաքին քաղաքական որոշումները պետք է հիմնված լինեն Հայաստանի ուրեմն շահը հաշվի առնելով եւ Հայաստանի շահի վրա, Հայաստանի համատեքստում իհարկե նկատի ունեմ եւ հաշվի առնելով դա այդ բոլոր որոշումները պետք է ելնեն նաև նրանից, որ մենք ճիշտ կանխատեսումներ ձեր հետ միասին անենք, թե ինչպես է փոխվելու իրավիճակը տարածաշրջանում եւ արդյոք այդ նոր իրավիճակում մենք ճիշտ ենք մեզ դրսևորում։ Այսինքն շատ պարզ որ ասեմ, եթե Ռուսաստանը իհարկե հաղթելիս լիներ այս պատերազմում կամ հաղթեր այս պատերազմում կամ հզորանալիս լիներ տարիներ առաջ, ապա իրավիճակը կլիներ լրիվ ուրիշ։ Ընդ որում եթե Ռուսաստանը այսպիսի պետության փոխարեն լիներ ուրիշ պետություն, ուրիշ ձևի պետություն, ոչ բռնապետություն, ոչ մարդատյաց եւ այլն, ապա իր հարևանների մոտեցումներ կլիներ ընդհանուր առումով ուրիշ։ Իսկ հիմա մոտեցումը այնպիսին է, ինչպիսին կա եւ Ռուսաստանը Ուկրաինայում լուրջ խնդիրներ ունենալու ֆոնին նաեւ իհարկե չի կարող Հայաստանի համար լինել այն տիպի գործընկեր, որը Ռուսաստանը պահանջում է։ Իսկ Ռուսաստանը գիտեք պահանջում է, որ միայն Ռուսաստանը լինի Հայաստանի գործընկեր, այսինքն ամբողջ աշխարհից Հայաստանը հրաժարվի եւ Ռուսաստանի գուբերնիայի կարգավիճակում հայտնվի։ Դուք շատ լավ դա նաև տեսաք մեր կարևոր քննարկման ժամանակ, օրերս խոսեցինք Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստանի Դաշնության ոչ պաշտոնական դեսպանի Հայաստանում ելույթի մասին, որը փաստացի խոսում էր Ռուսաստանի շահերից, թե ինչպես Հայաստանը պետք է սպասարկի Ռուսաստանի շահը։ Խնդիրը նրանում է, որ այս մարդիկ իրանք սովորեն, որ Ռուսաստանի կազմում է Հայաստանը, իրանք սովորեն, որ Հայաստանը պետություն չէ եւ սովորեն, որ սովետական միությունը գերտերություն էր։ Դա այդպես էր, այո, սովետական միությունը գերտերություն էր, հատկապես ոչ վերջի ժամանակահատվածում, այսինքն ոչ վերջի տարիներին, բայց միջև այդ այո, այդպես էր իրոք, եւ այդ համատեքստում պետք է իհարկե ասել, որ այսօրվա Ռուսաստանը սովետական միության նման էլ չէ եւ շատ անգամ ավելի թույլ է, բայց այսօր Ռուսաստանը կանգնած է լուրջ ռազմական մարտահրավերի առջև եւ անկեղծ ասած մենք ձեր հետ հաճախ քննարկում ենք ուկրաինական պատերազմը, հատկապես դա անում եմ ալիքի անդամների համար քարտեզի շնորհիվ, ցանկության դեպքում հարգելի այրնակիցներ դուք նաև կարող եք անդամակցել ալիքին եւ այդ հավելյալ վերլուծությունների հանդեպ հասանելիություն ստանալ այստեղ YouTube-ում կամ Patreon-ում, հղումը կլինի առաջի մեկնաբանությունում եւ բոլոր նրանք, ով ուզում են իմ գործունեությունը եւ զուգահեռ դրա նաեւ ալիքը աջակցել,
ապա կարող եք անդամակցել YouTube-ում արևմուտքից պետություններից կամ Հայաստանից եւ ուրիշ պետություններից Patreon-ում, դա շատ հեշտ է անել եւ իրոք շատ եմ գնահատում նրանց բոլորին, ով այդպիսի աջակցություն է տրամադրում ինձ եւ Ալիքին եւ այդ ներդրումն է ունենում մեր ընդհանուր գործի մեջ։ Բացի դրանից այդ հավելյալ վերլուծությունները քարտեզի են հարմար է այդտեղ ավելի մանրամասն ենք այս հարցերը քննարկում։ Հիմա որ շարունակեմ, ասեմ, որ մենք քարտեզի շնորհիվ որ քննարկում ենք, առանց քարտեզել իհարկե պետք է ընդհանուր առումով վերլուծենք եւ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում եւ ուր է գնում այս պատերազմը, ոչ թե մարտավարական առումով, այսինքն այս քաղաքը, այն քաղաքը, այս գյուղը եւ այլն, այ դա քարտեզի շնորհիվ ենք անում։ Ռազմավարականում թե ինչ է ի վերջո տեղի ունենում կամ ուր է գնում Ռուսաստանը։ Եվ արեք սկսենք, հարգելի այլնակիցներ, միջև այդ հիշեցնեմ ձեզ, որ շատ կարևոր է լայքելը, եթե բարդ չէ, հենց հիմա դա արեք, նաեւ ուրեմն բաժանորդագրվեք եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, աջակցեք Ալիքին, ինչպես արդեն ասացի, եւ անցնում ենք առաջ։ 2026 թվականին արդեն սկսեցին լուրջ քննարկումներ նրա մասին, որ Ուկրաինան անցնում է նոր ձևաչափի պատերազմի։ Ընդ որում ուզում եմ, որ սա մենք վերլուծելիս հիմա նաեւ դասեր քաղենք, այսպես ասեմ, Հայաստանի համար եւ ճիշտ ուրեմն ճիշտ դասեր քաղենք, այսինքն ճիշտ եզրակացությունների գանք, թե Հայաստանին ինչ է պետք այստեղից եւ ինչպես է պետք։ Այդ նպատակն էլ ունեմ անկեղծ ասած եւ խոսենք հիմա դրա մասին։ Սա հաշվարկված պատերազմի գաղափարն է, որը առաջարկել է Ազեմ Ասխարը, ըստ որի ուրեմն պատերազմում էֆեկտիվությունը պետք է գնահատված լինի գումարում, այսինքն կոնկրետ մեկ ոչնչացման, այսինքն X վնաս հասցնելու պարագայում ինչքան գումար է ծախսում պետությունը եւ ինչքան կարելի ավելի բարձր պետք է լինի այդ X-ը եւ ինչքան կարելի ավելի ցածր պետք է լինի այդ գումարը։ Այսինքն հենց գումարի հաշվարկում պետք է լինի, որ ինչքան կարելի ավելի ցածր գումարներով, ինչքան կարելի ավելի մեծ հարված վնաս հասցվի հակառակորդին։ Եվ պետք է ասել, որ Ուկրաինան սկսել է այդ ձևաչափով գործել։ Խոսքին, Ուկրաինայի ենթակառուցվածքների նախագահ Օլեքսանդր Կամիշը հայտարարեց, որ այսօրվա ուկրաինական ԱԹՍ-ները $1000-ից ավելի պակաս է, ուրեմն նստում մի գինը, ուրեմն լուրջ ոչնչացումների։ Խոսքին Մադյարը, Ռոբերտ Մադյարը Բրովձին հայտարարել է, որ FPV դրոնների լայնածավալ կիրառման պատճառով մեկ ուկրաինացին կարող է FPV դրոնների միջոցով մոտավորապես $1000 սպանել, ոչնչացնել 400 հակառակորդի զինվոր, մեկ քո զինվորը $1000, հարգելի այլնակիցներ։ Սա աննախադեպ ավելի էժան է ստացվում, քան նույնիսկ եթե սա համեմատում ենք հրետանու հետ, հասկանում եք, այսինքն հրետանուց ավելի էֆեկտիվ է ստացվում։ Ուկրաինական զինուժը այդ պատճառով 2026 թվականին պլանավորում է 10 միլիոն ուշադրություն ԱԹՍ արտադրել միայն այս տարվա ընթացքում։ Ընդ որում տարբեր ձևաչափի ԱԹՍ-ներ։ Եվ ԱԹՍ-ները միշտ մոդեռնիզացվում են պատերազմի դաշտում, այսինքն փոխվում են իրենց տրամաբանությունը եւ մոտեցումները, էֆեկտիվությունը, որտեղ իրանք էլ են դասեր քաղում։ Պետք է ասել, որ Ուկրաինան ԱԹՍ-ները կիրառում է լրիվ ուրիշ մասշտաբով։ Սա նմանել չի Ղարաբաղի երկրորդ պատերազմին, սա նմանել չի իրականում նրան ինչ մենք ունեինք, այստեղ ծավալը ԱԹՍ-ների լրիվ ուրիշ է։ Սկսենք նրանից, որ հիմա վերջի ամիսների ընթացքում Ուկրաինան սկսել է աննախադեպ հարվածներ ռուսական թիկունքին։ Ուրեմն պետք է ասել, որ Ռուսաստանի ռազմավարական խորքը, որը աննախադեպ հնարավորություն է Ռուսաստանի համար, որ այսքան մեծ պետություն է, հիմա դառել է իր համար խնդիր, որտեղ Ռուսաստանը չի կարող հակաօդային պաշտպանության համակարգների շնորհիվ էֆեկտիվ պաշտպանել իր ամբողջ տարածքը, որտեղ հսկայական տարածքներ են եւ Ուկրաինան կարողանալով անցնել, ներխուժել ռուսական տարածք 1000-ից 1700 կիլոմետր հատվածում
կարողանում է ուրեմն հարվածներ հասցնել եւ ԱԹՍ-ն իզորու չէ դա կանխել։ Նոր վերջերս մայիսի 16-ին 17-ին Ուկրաինան հասցրեց շատ խոշոր հարված Մոսկվային, նավթամշակման եւ միկրոէլեկտրոնիկայի տարբեր ուրեմն կետերին հարվածեցին, բացի դրանից միջև այդ Չելյաբինսկին էին հարվածել 1700 կիլոմետր սահմանից, միջև այդ Պրիմորսկի նավահանգստին, որտեղից որ նավթի արտահանում է տեղի ունենում Բալտյան ծովում, Ուկրաինան համակարգված ձևով հարվածներ է հասցնում Տուապսեի, Օրսկի, Ռիզանի, Յարոսլավլի MPZ-ներին, նավթի մշակման գործարաններին, ինչպես նաև Սվերդլովի անվան ուրեմն Նևիննոմիստի ազոտ գործարանին։ Ուկրաինան նաև մայիսին հարվածներ է հասցրել ԱԹՍ-ների շնորհիվ Կասպից ծովում ուշադրություն 5 ռազմական նավին, այդ թվում կորվետներ կառակուրտին, որոնք կալիբր հրթիռներ ունեն։ Հատկապես առանձնահատուկ նշանակություն ունի ուկրաինական հարվածները հենց նավթագազային ոլորտին եւ ենթակառուցվածքներին։ Պետք է ասենք, որ Ուկրաինան նաև ունի միջին հեռակայության վրա հարվածներ, դա 30-ից 180 կիլոմետր հարվածներ են ճակատից, որոնք ուրեմն խնդիրներ են ստեղծում եւ շարքից հանում են հակառակորդի ռադարային համակարգները, հակաօդային պաշտպանության համակարգները եւ լոգիստիկ համակարգները եւ բացում են ճանապարհ, որ ավելի հեռակա ԱԹՍ-ները հարվածներ հասցնեն ռուսական արդեն խորքին, թիկունքին։ Հակաօդային պաշտպանության համակարգները էֆեկտիվ չեն կարողանում Ռուսաստանում գործել, իսկ ԱԹՍ համակարգները կարողանում են ներխուժել տարածք։ Reuters-ի տեղեկատվությամբ հունվարից մինչև մայիս ամիս 2026 թվականի ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով 700,000 բարել օրական նավթի արտադրություն է նվազել եւ հարվածներ են տեղի ունեցել 16 նավթամշակման գործարանների ուղղությամբ։ Ամենալուրջ հարվածը հասցվել է ուրեմն MPZ Ռիզանին, MPZ Նորսին, որոնք ժամանակավոր կանգնեցվել են։ Նաև կանգ է առել փաստացի Բալտյան ծովից արտահանումը նավթի, փաստացի։ Եթե Պրիմորսկի եւ Ուստ-Լուգայի նավահանգիստները Պրիմորսկը 1,260,000 բարել օրական, իսկ Ուստ-Լուգան 1,115,000 բարել օրական նավթ էր արտահանում, ինչը ընդհանուր առումով Ռուսաստանի նավթի արտահանումի 40%-ն էր։ Հարվածներից հետո, որոնք տեղի ունեցան Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող այս նավահանգիստներին, ուրեմն տեսնում ենք, որ այդտեղից նավերը, որոնք նավթ են արտահանում, շաբաթվա մեջ 17-ից իջել են մինչև 2, այսինքն լուրջ նվազել է, եւ 725,000 բարելից արտահանումից այդտեղից կոնկրետ նվազել է մինչև 100,000։ Կարելի ասել, որ այո, Ռուսաստանը միայն մի քանի շաբաթվա ընթացքում հարվածներից, խոսքին մարտի 23-ից մինչև ապրիլի 5-ը հարվածների ընթացքում, ինչը անում է 2 շաբաթ մոտավորապես, $2 միլիարդ կորցրել է հավելյալ եկամուտներ, որոնք պետք է այդ ուղղությամբ նավթից եկամուտներ ապահովեին։ Ռուսաստանը նաև ունի խնդիր պահեստների, որ նավթի պահեստները սահմանափակ են, եւ այդ նպատակով փաստացի Ռուսաստանը փորձելու է փակել ինչ-որ նավթի հանքեր, իսկ նավթի հանքեր փակելը նշանակում է կորցնել այդ նավթի հանքը։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ ուկրաինական հարվածների հետևանքով այս տարվա ընթացքում ռուսական նավահանգիստների գործունեությունը նվազել է 40%-ով, հարգելի այրնակիցներ։ Հաջորդը, դա միջին հեռակայության հարվածներն են 30-ից 180 կիլոմետր։ Ուկրաինական ուժերը ուրեմն 4 անգամ աճեցրել են վերջի ամիսների ընթացքում այսպիսի հարվածները, եթե փետրվարի հետ համեմատենք, այսինքն մայիսին 4 անգամ ավելի շատ էր, քան փետրվարին։ Ուրեմն ԱԹՍ զորքերի հրամանատարությունը ասում է, որ
26 թվականին ոչնչացրել են 129 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգներ, ինչը խնդիրներ է ստեղծել ռուսական ՀՕՊ-ի համար։ Եվ դա տալիս է հնարավորություն, որ լինի բաց շրջաններ ՀՕՊ-ի համար եւ դրա միջոցով արդեն ներխուժի ավելի խորքային հարվածների համար։ Այս ամենը ունի անմիջապես տնտեսական հետևանքներ, հարգելիներ։ Առաջի 4 ամսվա ընթացքում Ռուսաստանի դաշնային բյուջեի դեֆիցիտը կազմել է մոտավորապես 80 միլիարդ դոլար, որը ՀՆԱ-ի 2.5%-ն է, եւ սա արդեն տարեկան ցուցանիշը 50%-ով գերազանցել է, հարգելիներ։ Այսինքն սա արդեն փաստացի իրանց նախատեսվածը մոտավորապես ստացվում է, որ շատ ավելի պակաս էր ստացվում, մոտավորապես ստացվում էր 50 միլիարդ իրանց հաշվարկը, եւ հիմա 75 միլիարդ է մոտավորապես, եթե այսպես հաշվենք, 77-8 միլիարդ է ստացվում 5 տրիլիոն 880 միլիարդ ռուբլից մոտավորապես։ Այսինքն 50 միլիարդ պարտք էին նախատեսում, հիմա ունեն միջև 80 միլիարդ պարտք տարեկան եւ մնացած տարվա ամիսները 8 ամիսը արժևում է, մայիսը չհաշված, որովհետեւ ապրիլ ներառարել հաշվվում։ Այսինքն Ռուսաստանը 2.5% ՀՆԱ-ի պարտք է վերցրել 4 ամսում, հարգելի հայրենակիցներ։ Ռուսաստանում աճը տնտեսական նվազել է եւ հիմա ունեն հակառակը տնտեսության նվազում 0.3%-ով եւ Սբերբանկը նվազեցրել է աճի նաեւ ցուցանիշը տարվա համար 0.5%-ով, բայց իրականում ենթադրում են, որ նույնիսկ կարող է աճ չլինի եւ այս տարին Ռուսաստանը ավարտի առանց աճի նվազությունով։ Լայնածավալ ռուսական կորպորացիաների ուրեմն կարևոր է կորպորացիաների արտադրությունը եւ արդյունքները ընդհանուր առումով եթե համեմատենք, տեսնում ենք, որ նվազել է 33%-ով եկամուտը, որը ունի ռուսական այս կորպորացիաները։ Եվ շրջանների մարզերի բյուջեները ունեն 27% դեֆիցիտ, հարգելիներ։ Այս ամենը իհարկե գալիս է նրանից, որ նավթի եւ գազի եկամուտներն են ամենամեծ տեղը զբաղեցնում Ռուսաստանի տնտեսությունում։ Նավթի եւ գազի եկամուտները առաջի 2 ամսվա ընթացքում այս տարվա նվազել են 47%-ով։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ միևնույն ժամանակ Ռուսաստանը աճեցնում է իր բյուջեն ուրեմն պատերազմի ուղղությամբ 2-4 տրիլիոն ռուբլի ուղղությամբ։ Եվ Ռուսաստանը պատրաստվում է նվազեցնել իր ծախսերը 10%-ով տարբեր ոլորտներում, այդ թվում բժշկություն, բժշկապահական համակարգ, այսինքն առողջապահական համակարգ, այսինքն ենթակառուցվածքներ, դպրոցներ, ուսուցում, կրթություն եւ այլն, նվազեցնել բյուջեները 10%-ով։ Մինչև մեր մոտ աճը իրանց մոտ նվազեցում է, հարգելիներ։ Բացի դրանից ռուսական ռեսուրսները ուրեմն 2025 թվականին իրանց ռեզերվները նվազել էին 130 միլիարդ դոլարից մինչև 150, հիմա խոսք է գնում, որ մինչև 50 միլիարդ դոլար, իսկ հիմա խոսք է գնում, որ 26 թվականի համար արդեն մինչև 0 կիջնի իրենց հնարավոր ռեզերվները։ Եվ Ռուսաստանը նույն ժամանակ աճեցնում է իր տնտեսական ուրեմն կենտրոնական բանկի տոկոսը եւ 14.5% է, ինչը բերում է նաեւ պարտքի առումով լուրջ խնդիրներին, որտեղ ռուսական տնտեսությունը սկսում է չդիմանալ պարտքին։ Լրջագույն խնդիր ունի հենց ռուսական խոշոր բիզնեսը։ 75% ռուսական խոշոր բիզնեսի գործընկերությունների 2025 թվականը ավարտեցին կամ եկամուտի նվազեցման մակարդակով, կամ նույնիսկ եկամուտ չունենալով, հակառակը, ուրեմն խնդիրներ ունենալով, ծախս ունենալով, բացասական
տվյալներ։ 53% գործընկերությունների ունեն խնդիրներ ֆինանսական նաև առումով։ Խոշորագույն Գազպրոմը, Ռուսալը, Ալրոսան հրաժարվել են դիվիդենդներ վճարելուց եւ շատերը նույնիսկ կրճատում են աշխատատեղերը։ Եվ հատկապես էլ ավելի խնդրահարույց է նավթի մշակման եւ նավահանգիստների վրա հարվածները, որովհետեւ դա փոխում է ամբողջությամբ իրավիճակը։ Ռուսական FTSIOM-ը, որը հանրային կարծիքն է ուսումնասիրում, 2026 թվականի ապրիլին դա պետական է, այսինքն պետությունը արդեն ճանաչում է իրավիճակը, հայտարարում է, որ 36% համարում է, որ դժգոհ է, իսկ սա ամենաբարձր մակարդակն է 8 տարվա ընթացքում, հարգելիներ։ 33% հայտարարում է, որ ընդհանուր առումով գոհ է։ Բացի դրանից, արտաքին քաղաքականությամբ դժգոհ է 26%, սա 20 տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշն է, իսկ տնտեսական քաղաքականությամբ դժգոհ է 46%։ Ընդհանուր առումով նվազել է ապրելու մակարդակը եւ միևնույն ժամանակ կարեւոր է, որ մարդիկ սկսում են հոգնել պատերազմից, հատկապես երբ պատերազմը գալիս է Մոսկվա։ Միևնույն ժամանակ արդեն մեր այդ FTSIOM-ը չի կիսվում Ռուսաստանի խոսքին նախագահի վարկանիշով, ենթադրում եմ նվազել է վարկանիշը, գիտենք, որ 20 տարվա մեջ ամենացածր մակարդակի վրա է Վլադիմիր Պուտինի հանրային աջակցության վարկանիշը։ Հարվածները թիկունքում եւ հակաօդային պաշտպանության ուղղությամբ նաեւ հարվածները բերել են ուրեմն ճակատում իրավիճակի փոփոխությանը։ Reuters-ի տեղեկատվությամբ միջին հարվածները մինչև 180 կիլոմետր բերել են լուրջ խնդիրներ ռուսական ռադարների, լոգիստիկ եւ ռազմատեխնիկայի համար, որոնք նվազեցրել են իրականում ռուսական հարվածների հնարավորությունը։ Ուրեմն պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի տեղեկատվությամբ ուկրաինացիք հասել են տակտիկական գերակայության, ուրեմն հենց ԱԹՍ-ների կիրառման ուղղությամբ։ 2026 թվականի հունվարին Ռուսաստանը գրավել էր Ուկրաինայի 320 քառակուսի կիլոմետր տարածք, փետրվարին 123 քառակուսի կիլոմետր, մարտին 23 քառակուսի կիլոմետր, իսկ ապրիլին եւ մայիսին կորցրել է 116 քառակուսի կիլոմետր Ռուսաստանը արդեն։ Այսինքն գրավելուց Ռուսաստանը անցավ դեպի կորուստներ։ Ուկրաինական զինված ուժերի հնարավորությունները ինտեգրում են հարվածային խմբեր ԱԹՍ-ների հետ եւ միևնույն ժամանակ սահմանափակում են անմիջապես մարտի մեջ մտնելու հնարավորությունը։ Starlink ինտերնետի հասանելիությունը նվազեցնելուց հետո ուրեմն գերակայություն ունեն ուրեմն ուկրաինական զինուժը։ Եվ մենք այստեղից պետք է իհարկե կանխատեսումներ անենք, հարգելի այրնակիցներ, որ հիմա արդեն Ռուսաստանը 4.5 տարի կարելի ասել պատերազմից կամ 4 տարուց ավել, պատերազմից հետո մաշվում է, պետական համակարգը սկսում է մաշվել։ Եվ միևնույն ժամանակ ամբողջ այն մոբիլիզացումը, որը Ռուսաստանը ունի զինուժի, իրականում ուկրաինացիքի հաշվարկով բոլորը սպանվում են։ Այսինքն Ռուսաստանը չի կարող իրականում աճեցնել իր ռազմական հնարավորությունները ճակատում, սպանվում են զինծառայողները եւ դա շատ կարեւոր է նշել։ Բացի դրանից ունի խնդիր, որ նոր ռեզերվներ ձևավորի, ուկրաինական զինուժի քանակի հետ խնդիրներ չկան։ Ժամանակը չի աշխատում Ռուսաստանի օգտին։ Սա ամենակարևոր դասն է, եզրակացությունն է, որը մենք անում ենք ձեր հետ միասին ուսումնասիրելով այս ամենը։ Ուստի Մոսկվան ստիպված է լինում, որ ռեսուրսներ ծախսի անխնա տարբեր ուղղություններով եւ հաշվարկներից դուրս մնա։ Եթե 1 տարի եւս շարունակվի այս իրավիճակը, ապա ուրեմն Ռուսաստանը կհայտնվի լրջագույն խնդիրների առջև եւ պատերազմը կդառնա անիմաստ։ Ռուսաստանը կարող է մոտենալ Սովետական միության վերջի տարիների պատմությանը, այդ թվում
փաստացի Աֆղանստանի պատերազմի օրինակով հայտնվի նույն իրավիճակում եւ Ուկրաինան լինի հենց նոր Աֆղանստանը Ռուսաստանի համար, եթե Ռուսաստանը որևէ բան չփոխի իր մոտեցման մեջ։ ԱԹՍ-ները, հրթիռները ուկրաինական, նաև Ուկրաինայի աջակցությունը Եվրոպայից եւ Ամերիկայից կլինի դա ֆինանսական թե ռազմական, բերում են նրան, որ Ուկրաինան շատ ծանր, շատ ցավալի, բայց կայուն իրավիճակում է գտնվում։ Ռուսաստանը անկայուն իրավիճակում է, բավականին ծանր եւ ցավալի եւ գնալով դա էլ ավելի խորանում է։ Ուստի հաշվարկված պատերազմը շատ մեծ նշանակություն ունի եւ շատ լուրջ բանի մասին է խոսում, հարգելի այրնակիցներ, որ պատերազմը արդեն հիմա դա մաթեմատիկայի, հաշվարկի մասին է, տեխնոլոգիայի մասին է, այլ ոչ թե հայրենասիրության։ Ռուսաստանն էլ է շփոթվում եւ սխալվել իր հաշվարկներում, իրանք էլ երկրորդ համաշխարհային պատերազմի համատեքստից են դասեր քաղել, մենք էլ երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ առաջի Ղարաբաղյան պատերազմից էինք դասեր քաղել եւ կարծում էինք, որ նույն բանն է լինելու, ընդհանուր ես չէ, բայց հասկանում եք, ընդհանուր առումով։ Պատերազմը փոխվել է, պատերազմը հաշվարկի մասին է, պատերազմը գումարի մասին է, պատերազմը տնտեսության մասին է, պատերազմը տեխնոլոգիայի մասին է, այլ ոչ թե հայրենասիրության, պատերազմը ավելի խելքի եւ հմտության մասին է, ավելի տեխնոլոգիայի եւ ճկունության մասին է, քան հայրենասիրության եւ քանակի մասին է։ Ուստի Հայաստանը պետք է դասեր քաղի այստեղից։ Եվ ես շատ ուրախ եւ հպարտ եմ, որ Հանրապետության օրը մենք ցուցադրեցինք մի շարք արդեն հայկական արտադրության ԱԹՍ-ներ։ Ես հուսով եմ եւ համոզված եմ, որ աշխատանքներ են վարվում նաեւ FPV դրոնների ուղղությամբ, կամիկաձե դրոնների տարբեր ոլորտների։ Շատ կարեւոր է հայկական արտադրությունը։ Հայաստանը պետք է ունենա սեփական արտադրության բոլոր տրամաչափի ԱԹՍ-ներ, եւ այդ ԱԹՍ-ները պետք է լինեն ինչքան կարելի է էժան եւ էֆեկտիվ։ Հայաստանը պետք է կարողանա հարյուրավոր չէ, հազարավոր չէ, տասնյակ հազարավոր էլ չէ, 100 հազարավոր ԱԹՍ-ներ կիրառել որևէ պատերազմի դեպքում։ Դա ոչ պակաս վտանգավոր զենքեր է, քան ամենավտանգավոր զենքերը։ 100 հազարավոր ԱԹՍ-ով Հայաստանը կլինի պաշտպանված։ Հայաստանը կկարողանա խոցել պոտենցիալ հակառակորդի հարվածի ժամանակ, հակառակորդի հարյուրավոր կիլոմետրը չէ, ամբողջ տարածքը, որովհետև այսօր այդ ԱԹՍ-ների շնորհիվ հնարավոր է խորքային հարվածներ հասցնել, էժան հարվածներ հասցնել, ռազմական արդյունաբերության, ռազմակայանների, ուրեմն զուգահեռ դրա հարվածներ հասցնել էներգետիկ ենթակառուցվածքների, լոգիստիկ եւ այլն եւ այլն։ Այդ ամենը շատ կարեւոր է։ Եվ այդ ամենի ֆոնին աճում է նաեւ հողի տակ ենթակառուցվածքներ ձևավորելու նշանակությունը եւ կարեւորությունը Հայաստանում, որ պաշտպանված լինի։ Ուստի ուկրաինական փորձը ես համոզված եմ Գենշտաբը, գլխավոր շտաբը Հայաստանի ուսումնասիրում է իհարկե այդ փորձը եւ մենք մի կողմից ուսումնասիրելով պետք է պատրաստենք հայկական զինված ուժերը նոր մարտահրավերներին եւ նոր դարի արդեն իրավիճակին, դա մեկ, եւ գնում ենք այդ ուղղությամբ, օրերս մանրամասն ձեր հետ քննարկեցինք ռազմական շքերթը։ Մյուս կողմից Ռուսաստանը, հարգելի այրնակիցներ, ժամանակը աշխատում է Ռուսաստանի դեմ։ Այն բոլոր ուժերը, որոնք այս պատերազմում, այս ընտրություններում պատերազմ ասեցի, բայց դա տրամաբանական է, պատերազմ է Հայաստանի համար։ Այս ընտրություններում գալիք առաջարկում են Ռուսաստանի հետ միասին խորտակվող նավում հայտնվենք, իրանք խորտակել են ուզում Հայաստանի Հանրապետությունը իրանց անձնական, ֆինանսական եւ գործակալական շահերի պատճառով։ Հայաստանը շատ ճիշտ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրել, վատթարացնել օրակարգ չունի, բայց Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է վարելու, հատկապես տեսնելով, որ ժամանակը չի աշխատում Ռուսաստանի օգտին, աշխատում է Ռուսաստանի դեմ, եւ Հայաստանը պետք է նաեւ այդտեղից ճիշտ եզրակացություններ անի եւ ճիշտ ուղղությամբ պետք է շարժվենք։ Ուստի ես այս իմ նաեւ կոնկրետ վերլուծությունով ապացուցում եմ, որ քաղաքացիական պայմանագրի եւ ինքնիշխանության աջակցող ուժերի հաղթանակը հունիսի 7-ի ընտրություններում դա ոչ միայն
ներքին քաղաքական կարևոր եւ տարածաշրջանային կարևոր օրակարգ է, այլ դա նաեւ համահունչ է աշխարհաքաղաքական իրավիճակին, մինչդեռ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի եւ ուրիշ գործակալական բազմագլուխ հայատյաց ուրեմն վիշապի այդ տրամաբանությունը ռուսական կայսրության գուբերնիայի մաս դառնալու նորից դա հակասում է այն իրողություններին եւ իրանք խորտակել են ուզում Հայաստանը կամ չեն գիտակցում եւ չեն ուզում, բայց իրանց մոտ ուրիշ բան չի ստացվելու, որովհետեւ իրավիճակը այսպիսին է եւ ես ձեզ փաստերով սա ներկայացրեցի մոտակա մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանը լուրջ մարտահրավերների արչև կհայտնվի, դա նաև կտա հնարավորություն իհարկե Վրաստանում մեզ իրավիճակը փոխել, ոչ մեկ թող չմոռանա, որ ես հենց Վրաստանով եւ Վրացստանում քաղաքական գործունեությամբ եմ զբաղվում եւ դրա կարեւորությունը նաեւ շատ մեծ է Վրաստան-Հայաստան միասին զուգահեռ դրա Ռուսաստանը ունենալու է խնդիրներ Չինաստանի եւ թյուրքական պետությունների կողմից, ուստի մեր որոշումը, որ մենք թյուրքական պետությունների հետ խնդիրների փոխարեն փոխշահավետ հարաբերություններ ենք որոշել կառուցել, համարում եմ շատ կարևոր եւ այս ամենը բերելու է նրան, որ մենք ճիշտ ուղղությամբ ճիշտ դասեր ենք քաղել եւ ճիշտ քայլեր ենք անելու։ Շատ շնորհակալ եմ հարգելի անկցներ ձեզ ուշադրության համար, չենք մոռանում անպայման լայքելը, բաժանորդագրվելը, մեկնաբանություն գրելը, աջակցել ալիքին այստեղ YouTube-ում անդամակցելով կամ Patreon-ում անդամակցելով։ Շնորհակալ եմ բոլորիդ, կհանդիպենք ցտեսություն։ Ընդ որում կհանդիպենք հունիսի 7-ին, 8-ին Երևանում Հանրապետության հրապարակում հաղթանակը նշելու նպատակով։